Ընկերներ ողջույն։ Այսօր նույնպես շարունակում ենք լիստերի վերաբերյալ խնդիրների դիտարկում, ուրեմն հաջորդիվ դիտարկենք հետևյալ հետաքրքիր խնդիրը։ Pit թիվը մոտարկումը հաշվում է այս անվերջ շարքի միջոցով։ Հիմա մեզից պահանջվում է հաշվել pit-ի 15 առաջ 15 նշող 15 մոտարկումը։ Ինչպես դա իրականացնենք, այսինքն պետք է գրենք ծրագիր, որ այս անվերջ շարքի առաջի 15 գումարները կհաշվի։ Հիմա եկեք ուսումնասիրենք այս ամեն մի բաղադրիչը։ Տեսեք, դրական, բացական, դրական, բացական, դրական, բացական, այսինքն պլյուս մինուսով առաջ ենք գնում, սա ֆիքսենք, մեկ էլ այստեղ ֆիքսենք հետևյալը 2, 3, 4, հետո գա էսա 4, 5, 6, հետո 6, 7, 8, այսինքն 2-ը այստեղ դառնում է 4, հետո 6, 2-ով ավելանում է, սա էլ է 2-ով ավելանում 3-ը դառնում է 5, հետո դառնում է 7 եւ 4-ը նույնպես 2-ով ավելանում է 4, հետո 6, հետո 8։ Կարևոր կետերը թերևս սրանք են ֆիքսելու համար։ Հիմա եկեք անցնենք այս ամենի իրականացմանը։ Փորձենք միասին ծրագրային ապահովել սրա։ Ուրեմն ես մի հատ լիստ կսարքեմ, որի մեջ կգրեմ ամեն անգամ այդ մոտարկումը հաշվենք։ Այսինքն մի հատ առաջին մոտարկումով, մի հատ երկրորդ մոտարկումով մոտ 15 տար պարունակող լիստ պետք է սարքենք։ Շատ լավ, my list-ը հավասար ի սկզբանե ինքը դատար կա։ Ուրեմն pin թիվն ենք հաշվում, pin number եկեք գրենք այստեղ։ Որի սկզբանե սկսենք 3 արժեքով, որտեղ տեսեք գումարը սկսվում է, այս անվերջ շարքի առաջին գումարը սկսվում է 1-ից, 3-ից։ Հիմա այդ 3-ը ես ապահովեցի, ուրեմն նշանը պետք է ես ապահովեմ, նշանը սկզբում դրական է, հետո ինքը դառնում է բացական, այսինքն 1 - 1, 1 - 1, այդ փաստն եմ ապահովում եւ սկսեմ n-ը հավասար է 2-ից։ Ուրեմն տեսեք, այստեղ եթե սա նայեմ, n-ը 2-ա, չէ՞, n + 1 n + 2։ Այստեղ հետո n-ը կդառնա 2, էլի այստեղ էլ այդ կապը գործում, չէ՞։ 4, 5, 6, այսինքն մեկով ավելամ է n + 1 n + 2։ Դրա համար n-ը սկսում ենք 2-ից։ Հիմա անցնենք դրա իրականացման։ Ուրեմն մի հատ loop գրենք for in range, քանի որ առաջի 15 հատն եմ հաշվում, եկեք գրենք մինչև range 15-ը։ Այսպես։ Հիմա ինչ ենք անում։ Եկեք մի հատ հաշվենք այս առաջին հերթին այս կոտորակային արժեքները։ Ուրեմն դա ոնց ենք ներկայացնում, գրենք temp-ը, դա հավասար է 4-ը ամբողջ մասով, ահա 4-ը բաժանած, սովորական այսպեսի բաժանում, ուրեմն n անգամ n + 1 անգամ n + 2, n + 2, այսպես, n + 1 n + 2, այս կապը ստեղծեցինք, հիմա հաջորդիվ ինչ եմ իրականացնում, ուրեմն սա պետք է գցեմ p number-ի մեջ, այսինքն p number-ը դա պլյուս հավասար է նախկին արժեք, անգամ նշանը, սա ի սկզբանե դրական է, հետո ինքը դրական բացական ալնում, նշան անգամ տեմպի արժեքը, այսինքն անգամ այս կոտորակի արժեքը։ Սա անելուց հետո նշան արդեն փոխում է, եթե մի հատ դրական արեք դառնա բացական, այսինքն ամեն անգամ -1-ով բազմապատկում եմ, բազմապատկած հավասար է -1, այսպես եւ n-ը 2-ով ամեն անգամ ավելացնում եմ, n-ը պլյուս հավասար է 2, n-ը 2-ով անդադ ավելացնում եմ, որ հաջորդիվ ասենք այս կոտորակին, այսինքն դառնա 4, 4, 5, 6-ով դիտարկենք։ Այսքանը ու բանա, բայց այս process-ի մեջ նաև եկեք pin ավելացնենք մեր my list-ում, այսինքն my list get append ավելացնենք մեր p թիվը, p number-ը։ Հիմա այս p number-ը խի ավելացրեցի այդ my list-ից մեջ, հա, այդ մասն եկեք ասեմ։ Տեսեք, p number-ը ուրեմն առաջին իտերացիա ժամանակ մի արժեք է լինելու, որը առաջին մոտարկումն է։ Երկրորդ իտերացիա ժամանակ մեկ այլ արժեք է, որը երկրորդ մոտարկումը է, եւ այդպես շարունակ այդ բոլոր մոտարկումներից ուզում եմ հաջորդիվ ստանամ։ Իսկ ոնց է դրանք ստանալու։ Ուրեմն հատ եկեք առանձին loop գրեմ for in range, էլի 15 ենք փոխանցում այստեղ, այսպես։ Ուրեմն print ենք անում, եկեք f-string-ը այստեղ օգտագործեմ, print ենք անում հետեւյալը։ Ուրեմն տպում եմ եկեք higher նույնիսկ գրեմ, ավելի գեղեցիկին e-րդ մոտարկումը, այսպես, պետք է ասեք գրեմ pin հավասար, եկեք sense լավ գրեմ, pin մոտավոր հավասար է, այդ ուղարկի միջանկյալ սիմվոլները պետք է բերեմ, որ չունեմ այստեղ, pin մոտավոր հավասար է, ուրեմն ինչի հավասար, my list-ի e-րդ տարին, բայց այստեղ ոչ թե այլ +1, որովհետև in 0-ից է սկսում, բայց մենք հաշվարկը սկսում ենք 1-ից։ Այսպես, հիմա եկեք աշխատացնենք ու տեսնենք արդյունքը։ Տեսեք, սա է։ Առաջին մոտարկումը տվեց սա, երկրորդ մոտարկումը սա, երրորդ մոտարկումը սա եւ այսպես շարունակ 15 մոտարկումը սա։ Իրականում այստեղ մի փոքրիկ այսպիսի նրբություն կա, ճիշտն ասած, երբ այս 15 մոտարկումը նայում ենք, ինքը ոնց որ իրական արժեքին, մի քիչ իրական արժեքից հեռու է,
Բայց սա այս խնդրի իմաստն ու այս շարքը գեներացնելն է, այս շարքի գեներացման process-ը ճիշտ է իրականացված, ինքը սխալ իրականացված չի, բայց իրական արժեքից մի փոքր տարբերվում է, ինչու նախնդիրը դա այնա, որ շարքը նախ անվերջ է։ Ամեն դեպքում սա, այսինքն այս ուզում եմ ասեմ, որ այս արժեքը ու դուք իրական պի արժեքը օրինակ 15-ի շարք մի քիչ տարբեր է լինելու իրարից։ Բայց ըստ էության ամբողջ խնդիրը սա էր։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, հաջորդի կդիտարկենք այլ ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։